Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 19-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Այս շրջանը համարվում է խավարման միջանցք և այս շրջանում յուրաքանչյուր որոշում շատ կարևոր կլինի ձեր հետագա կյանքի համար, ձեր ապագայի համար։ Դրա համար և բաժանումը, և միացումը ձեզ համար կլինի շատ ճակատագրական։ Նաև եթե ինչ-որ գործ սկսեք, ինչ-որ բիզնես, եթե ցանկանում եք սկսել ևս։ Տեսնենք ինչ է սպասվում այդ օրը բոլորիս։ Գնանք առնետների։ Ինչ է սպասվում առնետներին փետրվարի 19-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը գումար կամ կստանաք կամ նաև գումար կծախսեք։ Օրվա ընթացքում բավականին էմոցիոնալ կլինեք, նաև երկար սպասված ոչ նամակ կստանաք, փաստաթուղթ, ոչ փաթեթ, ինչ-որ մեկից կարևոր փաստաթուղթ կամ ինչ-որ բան կարող ստորագրել, որը երկար եք սպասել։ Նաև գործերը առաջ կտանեք, բայց չգիտեմ ինչու տատանվում եք։ Միգուցե ավելի շատ եք ուզում առաջ տանեք, համենայն դեպս բավականին շատ առաջ կտանեք և ուղղակի ավելի լավացնելու համար եք այստեղ ինչ-որ բաների մասին մտածում, թե ինչպես ավելի լավացնել այս կամ այն գործը։ Եվ սեղանի շուրջ եք նստելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 19-ին։ Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերին է վերաբերվում սա միայն։ Այդ օրը կարող եք հուզվել, կարող եք նաև արտասվել և այդ հուզված ժամանակ կարող եք ոչ հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնել։
Այսինքն ինչ-որ բաներով զբաղվել կամ վախ ունենալ կամ նստել արտասվել, բայց այդտեղ ինչ-որ կողքից ինչ-որ մի բան են ձեզ առաջարկում օրինակ։ Ոմանց մոտ դա կարող է լինել կարիերայի հետ կապված, ինչ-որ կարող առաջարկ է ձեզ, որը հուզված եք եւ կարող այդ պահին մերժում եք։ Ոմանց մոտ սա կարիերայի բարձրացում է, առաջխաղացում է աշխատանքում, աշխատանքի վայրում, բիզնեսի հետ կապված է, կարող է առաջ է գնում ձեր գործունեությունը, ինչ-որ վաճառում եք, նաև եթե տանն եք աշխատում։ Նաև փոփոխություն սա կարգավիճակում, դա կարող է լինել օրինակ ամուսնության հետ կապված։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին փետրվարի 19-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը ինչ-որ մի բան է ձեզ մոտ փակ, ինչ-որ մի բան չի ստացվում, կամ վիճել եք դրանից է փակվել կտրուկ, կամ այսպես թե այնպես վիճել եք դրանից է փակվել եւ կարող է նաեւ այն բացվել, այն լինել կտրուկ, անսպասելի։ Գործերը այդ օրը այստեղ չեք կարողանում առաջ մղել, հենց դրանից է որ փակ է, դրա համար չեք կարողանում առաջ մղել։ Եթե այդ օրը պետք է վիճեք, ուրեմն ուշադիր եղեք, որովհետև վիճելուց հետո կարող է նաև ձեզ մոտ ինչ-որ մի բանը չստացվի, գործերը փակվեն։ Նաև կարող են ձեզ այդ օրը փորձել մոլորեցնել, խաբել, ինչ-որ մի բան ստորագրել տալ, բայց դա ճիշտ չէ, ուշադիր եղեք։ Նաև կարող է որևիցե մի ինչ-որ գաղտնիք է կամ ինչ-որ մի բան այդպես փուչկի նման պայթում է, իմանում եք այդ օրը։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին փետրվարի 19-ին։
Հարգելի նպաստակներ, այդ օրը աշխատանքի հետ կապված ինչ-որ խոչընդոտներ կան, միգուցե աշխատանքը փնտրելու հետ կապված լինի դա, միգուցե այնտեղ հանդիպելու, պետք է կարողանաք ճիշտ դասավորել ձեր խոսքերը, եթե գնում եք հարցազրույցի, որովհետև այստեղ խոչընդոտներ կան։ Եթե աշխատանքի եք փնտրում, ապա առավոտյան այդքան էլ բարեհաջող ժամանակ չի ձեզ համար։ Օրվա ընթացքում կտրուկ հաջողություն կունենաք, ինչ-որ մի բան տեղի կունենա, որը հաջողությամբ կավարտվի ձեզ համար։ Դռներ են բացվելու, ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, բայց այստեղ ձեր էմոցիաները տեղի կտան եւ կսկսեք վիճել ինչ-որ մեկի հետ եւ ինչ-որ բան ստիպված կլինի արդեն ուշանալ։ Այդ էմոցիաները պետք է կարողանաք զսպել, որովհետև դրանից է, որ որևէ մի բան ձեզ մոտ կուշանա այս ժամանակահատվածում։ Եվ հետո ձեզ ավելի վատ կզգաք։ Ձեր առողջությունը կարող է գլխացավեր ունենաք կամ ձեզ ուղղակի վատ զգաք։ Էմոցիաներն են, չգիտեմ ինչու ուրախ եք, բայց հետո փչացնում եք ամեն ինչ։ Չգիտեմ ինչու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին փետրվարի 19-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, հնարավոր է հիվանդանոց է, հնարավոր է մեկ այլ տեղ է, այս այնտեղից լավ լուր ունեք, լավ լուր եք ստանալու, միգուցե հիվանդանոց է, երեխան է ծնվել, այդպես, եւ դրանից լավ լուր է գալիս, նաեւ ոչ է նամակ կստանաք, փաստաթուղթ, ոչ է ինչ-որ նամակագրական կապի մեջ կլինեք ոչ մեկ հետ, եթե շատ կարևոր նամակ եք ստանում, ինչ-որ փաստաթուղթ եք ստանում, այստեղ ձեր կողքը երկերեսանի մարդիկ կան, այդքան էլ մի վստահեք եւ մի ասեք այդ մասին իրենց։ Եվ օրվա վերջ կամ շատ աշխատանք ունենաք, կամ կընդունվեք աշխատանքի, կամ բիզնես առաջ կտանեք, հնարավոր է նաեւ հարցազրույցի եք եւ կարող է նաեւ հանդիպում ունենաք պետական աշխատողի հետ, այստեղ եթե գործեր կային, ապա հնարավոր է տեղափոխվում է երեկոյան եւ երեկոյան եք հանդիպում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերի։ Ինչ է սպասվում օձերին փետրվարի 19-ին։
Հարգելի օձեր, այդ օրը ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք այդ կներեք, կներեք խեղտամծով։ Այդ օրը ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան, ոմանք հանդիպում կունենան որևիցե պետական աշխատողի հետ, հարցազրույց է կարող սա եւ այդպես զբաղվելու եք դրանով։ Եվ ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ, հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տարեց անձնավորության հետ, դա կարող է լինել նաև որևիցե պաշտոնյա անձնավորություն։ Եվ տատանվում եք այստեղ առողջության հետ կապված, միգուցե գնաք բժշկի թե ոչ, միգուցե նաև այնքան եք տատանվում, սկսում եք գլուխը ցավել, այդ մտքերից անընդհատ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին փետրվարի 19-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը ինչ-որ մեկի հետ եք վիճում, ինչ-որ բաների հետ կապված դա կարող է լինել, ինչ-որ վեճը։ Նաև լավ լուր կլսեք, միգուցե գումարի հետ է կապված, միգուցե նաև լավ լուր եք լսում, հետո դե կարող է ասում են աշխատավարձ կա, օրինակ, կամ ասում են ինչ-որ մի բան է, մի խոսքով նաև որը կարող եք գումար ծախսել այդ օրը։ Բայց վիճելուց հետո է դա տեղի ունենում։ Վիճում եք դրա համար, ասում են արի տար գումարը, հա, եթե օրինակ աշխատավարձը 19 օր է ուշացրել են։ Եվ այդ օրը նաև երեկոյան ոմանց սերկ խոստովանեն կամ դուք սերկ խոստովանեք, ընտանիքում սերկ կլինի շատ, հարազատների շրջապատում կլինեք եւ ձեզ բավականին լավ կզգաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերի։ Ինչ է սպասվում այծերին փետրվարի 19-ին։
Հարգելի այցեր, այդ օր առավոտյան վիճում եք ինչ-որ մեկի հետ, ինչ-որ բանի համար առավոտյան շուտ։ Նաև օրվա ընթացքում կամ գումար կստանաք, կամ նաև գումար կծախսեք։ Եվ երեկոյան հիվանդանոց է այստեղ, կամ դուք եք վատոզգում ձեզ, կամ պետք է գնաք հիվանդանոց, կամ ինչ-որ մեկին եք տանում հիվանդանոց այդ օրը, կամ գնում եք հիվանդատես, միգուցե այդպես է գումար ծախսում։ Նաև սա բժշկական մեկ այլ կենտրոն է, պարտադիր չի հիվանդանոց լինի, կարող գնում եք ոչ կոսմետոլոգի մոտ կամ մեկ այլ գործողություններ անելու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին փետրվարի 19-ին։ Հարգելի կապիկներ, այդ օր առավոտյան որոշ խոչընդոտներ կան, նաև կարող եք հանդիպել, խոսել մասնագետի հետ, կարող է դա է խոչընդոտը, որ իրեն տեսնեք, կամ իր հետ խոսելն է այդպես խոչընդոտ, կամ ինքն է ձեզ համար որևիցե խոչընդոտներ ստեղծում, եւ կարող եք գորգռալ իր վրա։ Ինչ-որ մի բան դրանից հետո կարող է ձեզ մոտ փակ լինել, դրա համար ուշադիր եղեք, թե ով է, ինչը, ինչի համար է։ Նաև այստեղ կարող է փակվել ձեր գումարայինի հետ կապված հարցերը, ձեր ֆինանսականի հետ կապված հարցերը։ Հետո ամեն ինչ լավ է լինելու, այնպես որ գորգռոցը կարող եք հետո հանգստացնել ձեր մեջ։ Եվ այստեղ ոմանք ընդունվում են աշխատանքի, ոմանք աշխատանքի հետ կապված ինչ-որ նամակ եք ստանում, որ օրինակ գնաք հարցազրույցի, ինչ-որ պահեր են այստեղ, նաև կարող պետական աշխատող է ձեզ նամակ ուղարկում այդ օրը։ Եթե աշխատանքի եք փնտրում գնացեք, հավանականությունը մեծ է, դա կարող է նաև ձեր կենսագրականն եք տալիս, ռեզյումեն եք տալիս, չգիտեմ ինչու Հայաստանում դարձել է դա ՍՎ, դա էլ է օտար երկրից գողացված բառ, ռեզյումե է հայերենում, ռեզյումե։ Եվ կարող է նմանալ ինչ-որ կարող բաժանում եք, այդ օրը ձեր ռեզյումեն տարբեր աշխատանքի վայրեր։ Կամ ձեր ռեզյումեի կանչում են։ Նաև կարող փաստաթուղթ եք ստանում, ոչ թե ինչ-որ մեկի ծումից սպասում եք։ Նամակ, SMS։ Եվ մտածմունքների մեջ կլինեք օրվա վերջ, ինչ-որ բաների մասին կմտածեք եւ ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ակահարներին։ Ինչ է սպասվում ակահարներին փետրվարի 19-ին։
Հարգելի ակաղաղներ, այդ օրը լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, հնարավոր է նաև հիվանդանոցից է այդ լուրը գալու, հիվանդի մասին կարող է լինել, ոչ բժշկական կենտրոնի մասին կարող է նաև դա լինել։ Եվ այդ օրը ինչ որ խոչընդոտներ կան, միգուցե ուզում եք պարկել հանգստանալ, միգուցե ուզում եք գնալ հիվանդատես կամ ուզում եք մնալ հիվանդի մոտ, չեն թողնում։ Ինչ որ մի բան է այստեղ, կամ պարկած եք դա է ձեզ համար խոչընդոտ, կամ ինչ որ մեկին եք խնամում եւ մեկ այլ գործերը չեք կարողանում անել, դա է ձեզ համար խոչընդոտ հանդիսանում։ Օրվա վերջը տատանվում եք, ծանրութեթև եք անում, նաև կարող եք գնալ, երկար մնալ որևիցե այստեղ մասնագետի մոտ, խոսել իր հետ, ոչ է տղամարդ է, իր հետ կարող է ինչ-որ բաներ եք քննարկում, հա, եւ ստիպված կարող եք լինել, կամ ինչ-որ բան է կանգնած դանդաղում, դե համար եք գնում իրեն տեսնում, կամ իր հետ եք, այդպես երկար մնալու ինչ-որ միտեղ եւ քննարկելու որևիցե հարցեր։ Միգուցե ձեր հայրն է, միգուցե ձեր ամուսինն է, որ մասնագիտական որևիցե խորհուրդներ կարող է տալ ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին փետրվարի 19-ին։ Հարգելի շներ, այդ օրը երկար սպասված որևիցե նամակ կստանաք, որևիցե փաստաթուղթ կստանաք, տեղեկատվություն, SMS, այդպես։ Բավականին էմոցիոնալ կլինեք նաև դրանից հետո։ Եվ այստեղ տան կամ տուն եք վաճառում գումար է գալիս, կամ տուն եք գնում, կամ տան իրեր եք գնում, կամ տուն գումար է մտնում, կամ տնից գումար է դուրս գալիս։ Ինչ որ բաներ են այստեղ տան եւ գումարի հետ կապված։ Միգուցե տան վարձ եք տալիս։ Ոչ է լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ հետ այդ օրը, որը ձեր տրամադրությունը բավականին կբարձրացնի եւ որովհետեւ հնարավորություն կարող եք բաց թողնել ձեր ձեռքից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազների, խոզերի։ Ինչ է սպասվում վարազներին փետրվարի 19-ին։
Հարգելի վարազներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև այստեղ վիճում եք հետո, չգիտեմ ինչի, սկսում եք վիճել և հաջողություն ունեք որոցե պետական հիմնարկությունում, դա կարող է լինել բժշկական կենտրոն, ուսման կենտրոն և յուրաքանչյուր պետական հիմնարկություն, այնտեղ ինչ-որ մի բան կարող եք ստանալ, որը ձեզ հաջողություն է տալու, միգուցե ինչ-որ փաստաթուղթ է, միգուցե ինչ-որ մի բան է, կամ հաջողությամբ այնտեղ ինչ-որ գործեր կանեք և կավարտեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։